Երբ ստորագրվեց արդեն նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, օդում հարց կար, թե ինչ է լինելու 5 տարի հետո, երբ Լրանա ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը Արցախում, մի վարկած էր թևածում ուղղակի Հայաստանում, որ ռուսները երբեք չեն լքի Արցախը, որովհետև դա հենց Դաշնության շահերին է դեմ։ Ես նույնիսկ հիշում եմ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարություն արեց, թե սխալ է պատկերացումը, որ ռուսները երբևէ կհամաձայնեն Արցախից դուրս գալ, մեջբերեմ ես, ինչու եք պանիկա գցում, որ ռուսները 5 տարի հետո հեռանալու են, բա ինչու են եկել, այդպես թեթև թողնում, թևերը թափ տալիս գնում են, գրված է պայմանագրում, որ կարող է երկարացվել ժամկետը, վերջ։ Դուք ինչ մոտեցում ունեիք սրա հետ կապված նոյեմբերի 9-ից հետո ու արդյոք ձեզ համար նույնքան տարօրինակ էր, որ ռուսները դուրս կգան Արցախից։ Այստեղ ես ավելի մեծ որոշակիությամբ կարող եմ ասել, որ իմ տպավորությամբ արվել է Հայաստանի կողմից ամեն ինչ, որ ռուսները հեռանան։ Արվել է ամեն ինչ։ Իդեպ ես համեմատությունը բերեցի այդ 9-րդ կետի այն ժամանակում հայտարարությանը եռակողմ։ Այդ հայտարարության տակ կար նաև Ռուսաստանի նախագահի ստորագրությունը, ինքը վկա չէր։ Ինչպես Թրամփը օգոստոսյան փաստաթղթում։ Ինքը ես ստորագրել է, բացի դրան իրենք պատասխանատվություն են ստանձնել անվտանգության համար եւ տեղաբաշխել են խաղաղապահ ուժեր այն ժամանակ։ Բայց ինչ կատարվեց։ Հայաստանը ըստ էության միակողմանի ուղղակի հրաժարվեց այդ process-ին մասնակից լինել։ Ինչ ասել Հայաստանը Պրահայում։ Ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ներառյալ Արցախ։ Ասել է։ Հիմա դրանից հետո Ռուսաստանը ինչ դերում է հայտնվում Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Միջնորդական դերակատարությունը այդ հայտարարությամբ Հայաստանի զորացվել է։ Հիմա կամ Ռուսաստանը Ադրբեջանին արդեն պետք է ասի, որ այո, ինձ է պետք, որ Արցախը մնա այս կարգավիճակում, լրիվ, այսպես ասենք, ամբողջ կոնֆիգուրացիան կոնֆլիկտի փոխվել է։ Որովհետև եռակողմ հայտարարությունը ստորագրված էր Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահի միջև։ Ղարաբաղի կարգավիճակը մնում է անորոշ, հետագա քննարկումների առարկա պետք է լիներ։ Եվ տվյալ դեպքում Հայաստանը ասում է, ես չկամ այս գործում։ Գնացեք դուք Ադրբեջանի հետ Ղարաբաղի հարցը ոնց ուզում եք քննարկեք։ Սա նաև ռուսական միջամտության, Ռուսաստանի այդ խաղապահների ներկայության կարգավիճակը ոչ թե անորոշ է դարձել, անհասկանալի է դարձել։ Սա լրջագույն խնդրեմ է։ Եվ պատճառը սա է, այն ինչ որ կատարվեց հետագայում, պատճառը սա է։ Ղարաբաղի կորուստը ուղղակի հետևանք է Պրագայում ստորագրած հայտարարության բովանդակության։ Ուղղակի հետևանք է։ Ուրա Մակրոնը, ուրա Շարլ Միշելը, ով դրանց տեղը հիմա հիշում։ Որ իրենք ըստ էության ներկա լինելով որոշակի գոնե քաղաքական պատասխանատվություն կրում են, չէ՞ սրա համար, թե չեն կրում։ Հիմա սա է վիճակը։ Եվ եթե մենք մտածում ենք, թե ասենց Ռուսաստանը ի ցմահ ասենց իր վրա պատասխանատվություն պիտի վերցներ Ղարաբաղի համար, այդպես միջազգային հարաբերություններում չի լինում։ Եթե Հայաստանը այդ քայլը չաներ, ես չեմ կասկածում, որ 5 տարին կերկարաձգվեր եւս 5 տարով եւ կլիներ քաղաքական լուծման ինչ որ մի առաջարկ։ Միգուցե այդ 19 թվի մերժած առաջարկը որոշ չափով փոխելով չես կարող պատերազմի հետևանքները հաշվի չառնել ընդհանրապես, բայց կդնեինք սեղանը եւ կփորձեին գտնել մի լուծում։ Իսկ որ պահին ձեզ համար ակնհայտ դարձավ, որ Արցախը ամբողջությամբ են կորցնում։ Դա բլոկադայի օրերն էր, թե ավելի մեծ մտահոգություն առաջացավ հենց Պրագայի հայտարարությունից հետո, մեծ մտահոգություն, որովհետև հեռանկարները
այնքան մշուշոտ էին։ Իսկ այն ժամանակ ես նաև արտահայտվեցի, որ դու չես կարող Ղարաբաղի հարցը գցել Ռուսաստանի գրպանը։ Չես կարող գցել, այդպես չի աշխատում։ Այս չի կարող այս հարցը ծանր հետևանքներ չունենա։ Իսկ երբ որ ճանապարհը փակեցին այսպես կոչված էկոլոգները եւ ինձ համար հասկանալի էր, որ սա արդեն խնդրեմ է, որ վերջը ճանապարհը փակվելու է ամբողջությամբ եւ Ադրբեջանը նաեւ օգտագործելով այն հանգամանքը, որ Ուկրաինայում սկսվել է պատերազմը եւ Ռուսաստանը ավելի է կենտրոնացած այն հարցի վրա, Ադրբեջանը այդ հանգամանքից եւս պետք է օգտվի։ Եվ օգտվեց։ Մենք այդ առիթը չպիտի տանք։ Նիկոլ Փաշինյանը մտածեց, որ այս ռուսները զորախումբ են տեղավորել խաղապահ։ Հիմա թույլ են գնան, ոնց ուզում են հարցը լուծեն, այսպես կոչված զբրոս նագրուզկի, այսինքն այդ բերից մի հատ ազատվեն։ Եվ հիմա խոստովանում է, չէ՞, հիմա ասում է ամեն ինչ մասին։ Որ դա մենք Ղարաբաղը տալով ձերք ենք բերել Հայաստանի անկախությունը։